23-ամյա Ռուզանն ընկրծքի տակ երրորդ երեխային էր պահում, երբ ուժեղ քամու հետևանքով պոկված թիթեղը վնասեց նրա որովայնը։ Ուժգին ցավերով բաց ու արյունահոսող վերքով է տեղափոխվել ծննդատուն։ Մեր տուն հյուրեր էին եկել այդ պահին, բղավոցից դուրս եկան տնից ու միանգամից կանչեցինք հարևանին, որը մեքենա ուներ, իմ ամուսինը այդ ժամանակ տանը չէր, քաղաքում չէր։ Կանչեցինք հարևանին ու իր շնորհիվ, եթե մենք շտապօգնության դիմեինք, հաստատ ես չէի փրկվի։ Ուժեղ քամին նկատելով դուրս է եկել մանկահասակ երեխային տուն բերելու, բայց չի հասցրել։ Տանիքից հսկայական թիթեղը պոկվել ու հենց որովայնն է կտրել։ Ես ուղղակի մտածում էի, որ չգիտեմ, երևի չենք փրկվի։ Այսպիսի դեպք արդեն 45 տարին լրացել է, ես չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի պատճառով հղիինը այդպիսի վնասվածք ստանա։ Հղիին հետազոտելուց հետո բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց է սկսվել վիրահատությունը։ Կատարել են կեսարյան հատում։ Վերականգնել են պատրված արգանդը։ Երեխան ծնվել է 2450 գրամ քաշով, 48 սանտիմետր հասակով, ճակատի ձախ շրջանում 5 սանտիմետր երկարությամբ խորը վնասվածքով։ Հարվածը այնքան ուժեղ է եղել, որ նորածնի քունքի աջ ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը վերքա պատրված կա եղել։ Մայրը փոքրիկին դեռ միայն լուսանկարներով է տեսել։ Վերքը կարելու համար նորածնին անմիջապես տեղափոխել են մեկ այլ բժշկական կենտրոն։ Մարինեն ընտանիքի առաջին աղջիկն է։ Մասնագետները համոզված են, կնոջ կյանքը փրկեց հղիությունը, դեռևս չծնված երեխան։ Սիլվի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։